Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում, անսահման եղբայրություն 4-րդ բազմազգ զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերին։ Դրանց նպատակն է բարձրացնել մասնակից երկրների համատեղ օպերատիվ կարողությունները։ Հունիսի 10-ին Բաքվում տեղի է ունեցել անսահման եղբայրություն 4-րդ բազմազգ զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Անկարայցի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման մասին շրջանառվող տեղեկությունը պաշտոնապես հաստատում դեռևս չի ստացել։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ չի կարող հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը, ընդգծելով, որ Հայաստանի վարչապետի բոլոր միջազգային այցերի վերաբերյալ պատշաճ տեղեկությունը տրամադրվում է համապատասխան ժամանակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ազատվի կեղծավորությունից։ Նա քննադատել է որոշ շրջանակների թուրքական կամ ադրբեջանական հետք որոնելու փորձերը, դրանք որակելով որպես սուտը քողարկելու միջոց։ Փաշինյանը պահանջել է, որ կտրիչ Ներսիսյանը ազատի Վեհարանը, ընդգծելով, որ եկեղեցին պետք է վերադարձվի Հիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին։ Նա նշել է, որ կաթողիկոսի թեկնածու չունի, բայց ունի բարեպաշտ Աստվածավախ առաջնորդի տեսլական։ Սյունիքում այս օրերին էլ կրակոցի ձայներ են լսվում։ Պարբերաբար մարզպետը տեղեկացրեց, կրակոցներն ավելի շատ են գիշերային ժամերին։ Պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ հակառակորդն այս կերպ փորձում է խուճապ տարածել։ Կարճատև են, բայց տարբեր ժամերին են։ Խուճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակ որն է, դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն, որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Այս օրերին Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում։ Այս ամենի ֆոնին Սյունիքի մարզպետը դեռ հավատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է լինելու։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Քանի դեռ խաղաղություն չկա, միշտ վտանգը կա, բայց ես որ լավ մանրամասն տեղյակ չեմ այդ զորավարժությունները ինչ բնույթի են, ինչ են, դա երևի թե կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցը տակ այն գերատեսչություններին, ովքեր որ ուղիղ զբաղվում են այդ հարցը։ Մի քանի օր առաջ էր ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածել, որ Սյունիքի մարզի տեղ համայնքի անչափահաս բնակիչներ Կարեն Ջանգիրյանը եւ Անդրեյ Գյագունցը ժամը 1:20-ի սահմաններում Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Սյունիքի մարզպետը այլ տեղեկություն հայտնեց տղաների անհետանալու մասին։ Այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մութնկնի նոր վերադառնան։ Ինչպես է իրավասու կառույցը հայտարարում, որ ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնելու ուղղությամբ աշխատում են։ Տեսեք, դե սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքերը դա այդ հատվածում չի։ Ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը, որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են, չէ, տեղացիները ասում են, հաղորդում են ընկերներ, ծնողները, ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած էր։ Մարզպետը հերքեց լուրերը, թե սյունեցիները արտագաղթում են, ավելին նա համոզված է, ինչ արտակարգ իրավիճակ էլ լինի, մեկ է նրանք չեն լքի հողը։ Հակառակորդի կրակոցների տակ էլ սյունեցիները շարունակում են ապրել իրենց առօրյա հոգսերով եւ գյուղատնտեսական գործը տեղը տեղին անելով։ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 3-րդ համաժողովի շրջանակում արտաքին գործերի նախարար Միրզոյանը ստորագրել է ծովային կենսաբազմազանության պահպանման եւ կայուն օգտագործման վերաբերյալ միջազգային համաձայնագիրը։ Սա առաջին նման փաստաթուղթ է, որն ընդգրկում է ազգային իրավազորությունից դուրս ջրային տարածքները։ Նույն օրը համաձայնագիրը ստորագրել են 18 երկիր, իսկ ստորագրողների թիվը հասել է 134-ի, 50 պետություն այն արդեն վավերացրել է։ Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունն ըստ ամենայնի կսահմանափակվի։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է այս մասին նկատի ունենալով ատոմային էներգիայի միջազգային գործակալության նիստում ընդունվելիք բանաձևը, որով հաստատվելու է, որ Թեհրանը վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ խախտել է ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքային պարտավորությունները։ Լոնդոնում շարունակվելու է Ամերիկայի եւ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև սկսված առևտրային բանակցությունը։ Կողմերը փորձելու են առաջընթացի հասնել հատկապես հազվագյուտ եւ մետաղների արտահանման վերահսկման հարցում։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը։
Ավստրիայի Գրաց քաղաքի Բորգ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ։ Բնակչությանը խնդրել են խուսափել ոստիկանության գործողության գոտուց։ Կրակողը նույն դպրոցի աշակերտ է եղել։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Գրետա Թունբերգը եւ Մեդլին նավի վրա գտնվող այլ ակտիվիստներ, որոնք ձերբակալվել էին Գազայի օգնություն տեղափոխելու փորձի ժամանակ, տեղափոխվել են Բեն Գուրիոն օդանավակայան Իսրայելից արտաքսվելու նպատակով։ Նրանք, ովքեր հրաժարվեն ստորագրել արտաքսման փաստաթղթերը, կկանգնեն դատարանի առաջ Իսրայելի օրենսդրության համաձայն։ Ռուսաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել են դիվանագիտական հարաբերությունների շուրջ խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել Մոսկվա եւ Վաշինգտոն։ Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսանդր Դարչիևը նշել է, որ գործընթացը բարդ է եւ խոչընդոտվում է Ամերիկայում գործող հակառուսական տրամադրություններով, սակայն կարեւոր է, որ կա որոշ առաջընթաց։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի զեկույցի համաձայն Հնդկաստանի բնակչությունը հասել է մոտ 1.5 միլիարդի եւ կանխատեսվում է, որ կաճի մինչեւ 1.7 միլիարդ։ Հաջորդ 40 տարվա ընթացքում ապա կսկսի նվազել։ Միջին մեկ կին Հնդկաստանում ծնում է 2 երեխա։ Ըստ նախորդ զեկույցի բնակչության գագաթնակետը սպասվում է 2060-ականների սկզբին։ Աշխարհի բնակչությունը կարող է հասնել 10.3 միլիարդի 2080-ականների կեսերին։ Ռուսաստանի անվտանգային դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի ռուսաստանցու, որը ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարականով Նովորոսիսկի մարդաշատ վայրում ահաբեկչական հարձակում էր պլանավորում։ Տղամարդը մտադիր էր պայթեցնել էներգետիկ օբյեկտներից մեկի վարչական շենքը։ Պատերազմի աղքատության եւ կլիմայական աղետների պատճառով հարկադիր աշխատանքի մեջ հայտնված երեխաների թիվը մեծանում է։ Միջազգային տվյալներով ավելի քան 3.3 միլիոն երեխա աշխատում է վտանգավոր պայմաններում, հանքերում, դաշտերում եւ գործարաններում։ Մտահոգիչ է պատկերը Բանգլադեշում, Սիրիայում եւ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում։ Նրանց կեսը ենթարկվում է սեռական շահագործման, ներառյալ թրաֆիքինգ եւ կամքին հակառակ ամուսնություններ։ ՄԱԿ-ում նշում են, որ թրաֆիքինգի զոհերի մեծ մասը երեխաներ են, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում փախուստի էր դիմել ընտանի զեբրը, որին գտել են եւ ուղղաթիռով վերադարձրել են տիրոջը։ Գների աճի տեմպերի դանդաղման միտումներ է արձանագրվել անշարժ գույքի շուկայում, եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման եւ անշարժ գույքի պահանջարկի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում ակտիվության հետագա դանդաղումը համարում ենք հնարավոր։ Կենտրոնական դրամատան ղեկավարն է գնահատում։ Շինթույլտվությունների եւ բնակարանային շինարարության բարձր աճը զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման եւ հետագա հնարավոր նվազման միտումների հետ կարող է ստեղծել անշարժ գույքի շուկայի ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր։ Այս օրերին $1 գնվում է 382 դրամով, վաճառվում 385-ից 386 դրամով։ Որքան ժամանակ դեռ դոլարը արժեզրկված կմնա եւ արդյոք այս պատկերից տնտեսվարողները տուժում են։ Երկրի գլխավոր դրամատան ղեկավարը փորձեց ապացուցել, որ ոչ, հակառակը դրամն արժեզրկվում է։ Մարտին Գալստյանը սկսեց ռուսական ռուբլու փոխարժեքից տեղեկացնելով, որ այն տարվա ընթացքում արժևորվել է։ Առևտրային բանկեր կան, որ 1 ռուբլին վաճառում են մինչև 5 եւ մի քիչ ավելի դրամով։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում այնուամենայնիվ գնաճը դեռևս շարունակում է մնալ ավելի բարձր, քան Հայաստանում։ Այդ երկու գործոնների ազդեցության ներքո մենք հասկանում ենք, որ հայկական դրամը ըստ էության որոշակի արժեզրկված վիճակում է ռուսական ռուբլու նկատմամբ։ Նույնը նաև կարելի է դիտարկել եվրո-գոտու հետ կապված, եվրոյի հետ փոխարժեքը տարվա սկզբից, եթե ես չեմ սխալվում, 1.04-ից թե 1.05-ից դոլարի նկատմամբ էս պայդրությամբ 1.14 է։ Այսինքն որոշակի ուժեղացել է, այդ պայմանավորված է նաև աշխարհակահական իրադարձությունների զարգացմամբ, որոշակի կապիտալ ենթադրաբար Ամերիկայի Միացյալ Նահանգներից արտահոսում է դեպի Եվրագոտի երկրորդ ամենազարգացած ֆինանսական շուկա ունեցող ռեգիոնը։ Ու այդ պարագայում հայկական դրամի թվացյալ ամերիկյան դոլարի նկատմամբ նոմինալ փոխարժեքի անփոփոխ մակարդակը չի արտացոլում այն ամբողջական պատկերը, որը որ մենք ունենք։ Ռեալ էֆեկտիվ փոխարժեքի տեսանկյունից հայկական դրամը արժեզրկվել է։ Եվ կենտրոնական բանկի նախագահը հաստատեց, եւ այո, 3 ամսվա ընթացքում հարյուրավոր քաղաքացիների բանկային հաշիվներից գողություններ են կատարվել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս դեպքերում ճնշող մեծամասնությունը կամ դարձել է խաբեության զոհ, կամ ինքնակամ տրամադրել է գաղտնի կոդերը։ Խաբեության հիմա նոր տեսակ կա, զանգահարում են օրինակ, ասում են բջջային օպերատորների մատակարարող ընկերությունից է, որևէ մեկից, մենք ուզում ենք կարգաբերել ձեր 5G ցանցը, խնդրում ենք հիմա մի հատ հաղորդագրություն կգա ձեր հեռախոսի վրա, որպեսզի դուք արագ ավելի ինտերնետ ունենաք, խնդրում ենք սեղմեք դրա վրա, սեղմում են, հետո դրա միջոցով կոդն են վերցնում, կոդի միջոցով մուտք են գործում իրանց բանկային
ծառայությունների application-ները, հավելվածները, ուտեղ արդեն ոչ մեկ չի կարող կանխարգելել որևէ բան։ Բանկային ոլորտում տեղի ունեցած խարդախությունների ֆիշինգի բոլոր դեպքերն ըստ Մարտին Գալստյանի ուսումնասիրվել են, եւ եթե բանկի մեղավորությունն է եղել, ապա գլխավոր դրամատան ղեկավարի պնդմամբ քաղաքացիներից գողացված գումարը բանկերը միանգամից վերադարձրել են։ Վրաստանը շարունակում է խոչընդոտել ապրանքների, մասնավորապես կոնյակի գինու արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան։ Ավելին, իրավիճակն այնքան է սրվել, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները, նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանի հատումը։ ՊԵԿ-ը հայտնում է, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ Պետական եկամուտների կոմիտեն գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից, վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումն անցակետից։ Ազգային ժողովի падգամավորներն են դիտողություններ անում, արտահանման ոլորտը բարձի թողի վիճակում է, էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես ինչ է անում հարցը լուծելու համար։ Այդ ոլորտը բացի թողի վիճակում է, ինչ սպասեն, հիմա մեզ լսող կոնյակագործները, խաղաղագործները, ինչ սպասեն։ Հունիսի 1-ից մինչ օրս 50 բեռնատար արդեն հասել է ՌԴ մաքսային մարմիններին։ Մայիսին տեղացած կարկուտը ըստ հաշվարկների ավելի քան 8740 հեկտար է վնասել։ Փոխհատուցում ստացել է գյուղացին մինչև օրս, պարզվեց ոչ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ գյուղոլորտի պատասխանատուն հիմա էլ ասում է, պետք է սպասել, թե հունիսին ինչ եղանակային պայմաններ կարող են լինել։ Այդ ամսին էլ է կարկուտ տեղում եւ ըստ Խոջոյանի կհաշվեն ամբողջական վնասի չափը, հետո միայն կփոխհատուցեն։ Ինչ եք նախատեսում, հստակ ասեք, տալու եք այդ մարդկանց փոխհատուցում, թե չէ, մնացածները ընթացքի մեջ են, վերանայելու են, ապահովագրական գործողություն բաները, կազմակերպությունները իրանց գործառույթներ իրականացրել են, չեն իրականացրել, այսօր էդի գյուղացում քիչ է հետաքրքրում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիս ամսին նույնպես պատմականորեն բավականին ռիսկային է կարգտահարության առումով, մենք այս պահին դեռ վերջնական արձագանք չենք ներկայացնում, հունիսի 20-ից 25-ից հետո արդեն որոշակի ամբողջական պատկեր ունենալուց հետո նոր կկարողանանք վերջնական արձագանք։ Պատգամավորներին փոխնախարարի ներկայացրած մեկ այլ ցուցանիշ էլ վրդովեցրեց, ինչպես թե անասնագլխաքանակի ավելացում կա, Խոջոյանն ընդհանրապես գյուղերում լինում է։ Դուք ընդդեմ ձեր զեկույցում ասում եք, որ անասնապահության աճ է գրանցվել։ Արդյոք դա իրականությունն է, դուք եղել եք մարզերում, անասնագլխաքանակի աճը անգամներով անասնագլխաքանակը անգամներով նվազել է։ Որպես ապացույց պատգամավորը մեկ դիտարկում էլ արեց, հանրապետությունում բրուցելոզ է տարածված, իսկ էկոնոմիկայի նախարարի տեղակալի համար ըստ պատգամավորի կարծես թե այդ իրավիճակը մտահոգիչ չէ։ Համեմատելով նախորդ տարվա հետ այս պահի դրությամբ դրական հակազդած թվերը, պետք է նշեմ, որ ոչ այնքան մտահոգիչ է եւ իհարկե կա որոշակի տարբերություն նախորդ տարվա համեմատ, բայց որ առանձին համայնքներում եւ լիազոր մարմնի ցուցմամբ իրականացվում է նաեւ կրկնակի արյունառում անհրաժեշտության դեպքում։ Ասում եք բրոցիլոզի բաներ կա, բայց մտահոգիչ չէ։ Ո՞նց կարող է մտահոգիչ լինել։ Բռնկում կա, այդ օրը 19-ն է։ Դրա մտահոգիչը ո՞րն է, որ դուք բրոցիլոզի հիվանդություն ունեք, կարանտինային հիվանդություն է եւ բռնկում ունեք, ասում եք մտահոգիչ չէ։ Թեկուզ մեկ անասնագլխաքանակը բրոցիլոզով վարակվելու օջախ արդեն տարածելի է, դա մեկ գլխաքանակ էլ վարակվի, բան բրոցիլոզով հիվանդ, արդեն ձեր համար պետք է մտահոգիչ լինի։ Արդյոք այդքան մատները արանքով եք նայում։ Էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց նաև, որ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների արյունառում բրուցելոզի դեպքերը հայտնաբերելու համար։ Արտկվարտալ ստեղծագործական հարթակում բացվեց արվեստագետ Աբո Խալաթյանի սպանված թատրոն վերնագրված անհատական ցուցահանդեսը։ Ցուցադրությունն իր ձևաչափով բացառիկ է, այստեղ առաջին անգամ ներկայացված են արվեստագետի վիդեո արտաշխատանքները։ Արվեստն իրավունք չունի մահանալու, հենց այս գաղափարն է ոգեշնչել արվեստագետին նոր կյանք տալու։ Ես փորձեցի արվեստը մեռած, սպանված արվեստը թատրոնը վերածնել, վերարտադրել նորից, կյանք տալ ու ներկայացնել հանրությանը։ Ներկայացումը երկար շրջագայեց ու երբ վերածվեց կտավների, այդ պահից էլ ծնվեց ցուցադրություն կազմակերպելու միտքը։ Ցուցադրվող ամեն մի կտավ ունի իր խորհրդանշական վերնագիրը։ Ցուցադրությանը ծանոթ եմ արդեն մոտ 1 տարի։
Մեր տանն է եղել, իմ աչքի առաջ է ստեղծվել այս կտավները։ Կտավները պատմություն ունի, ինքը թատրոնից է գալիս, թատրոնի ներկայացման դեկորացիաներ, հետո ինքը վերեց տուն, դա դարձրեց մի քանի մեծ կտավներ։ Երկարատև ճանապարհորդությունից հետո թատրոնի երբեմնի դեկորացիաները վերածվել են մեծ ցուցադրության։ Սպանված թատրոնը ցուցահանդեսում այցելուն այլևս դիտորդ չէ, այլ պատմության մասնակից։ Արվեստագետի երեխաներն են պատմում, թե հայրն ինչպիսի ոգևորությամբ է պատրաստել ցուցադրությունը։ Ասում են, յուրաքանչյուր կտավ իր համար յուրովի գլուխգործոց է։ Չափից շատ է լալված, ոնց ասեմ, գիշերներ շատ ուշ էր գալի քնում, 2 ժամը քնում էր, առավոտ ժամը 5-ին վեր էր կանում, սկսում էր անընդհատ նկարել։ Խոհանոցի մեջտեղը հանկարծակի հայտնվեց կտավ, մոլբերտ, խոլստը եւ պատմությունից աշխատել։ Մենք խոհանոցում մեկ չեն կարող ոչ ուտելիք սարքելություն, որտեղ հանկարծ չխանգարենք, միակ ազատ տեղներ մնացել։ Ինչով ես եմ հասել պապային օգնեմ, դա կտորները փակցնելուց, ինչը կարողանում է օգնում է պարզե, բայց մեծամասամբ պարզա իր աշխատանքն է, ինչը կարողացել է ներդրվել է իր զգացումները, իր անհանգստությունները, իր միտքը բոլորը մի քառակուսու մեջ փորձել է տեղավորել։ Ընտանիքի անդամների սիրելի կտավը դեպի լույսն է, իսկ մեկնաբանությունից խուսափում են, ասում են ամեն մեկը յուրովի է հասկանալու կտավի իմաստը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 6-ը։ Սպանված թատրոնը տեսնելուց հետո ոչ թե պարզապես հիշում, այլ վերհիշում ես, ու հենց այդ գործողությունն է, որ արվեստը դարձնում է ժամանակակից։ Ամիսներ առաջ էր, որ Դարբնիկ գյուղի կամուրջը վերանորոգվեց ու շահագործման հանձնվեց։ Արմավիրի ու Արարատի մարզերը իրար կապող կամուրջը կենսական նշանակություն ունի։ Սակայն լավ գործը չգիտես ինչու միշտ կիսատ են անում։ Հետաքրքիր է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը, երբ այս կամուրջը վերանորոգելուց հետո շահագործման է հանձնել, պատասխանատուները տեսել են, որ որոշ հատված փնթի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվել։ Նորոգումը շատ ուրախացրեց քաղաքացիներին, բայց կարճ ժամանակ անց նոր խնդիրներ են առաջ եկել։ Մինչև կամուրջին հասնելը հսկայական փոսեր են առաջացել ու պատուհաս դարձել վարորդների համար։ Փոսերը կան ու սրա պատճառով հավատացեք, հաճախակի նորից ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում, այդ թվում գիշերային ժամերին։ Վարորդներն ասում են, գոնե փոսալցման աշխատանքներ կատարեն, հետո արդեն շատ արագ հիմնովին լուծեն խնդիրը։ Այդ փոսերն ամեն օր ավելի վտանգավոր են դառնում։ Հունիսի 8-ին Կոտայքի մարզում Մարզնի բնակավայրում գործող հյուրատան տարածքում վիճաբանություն ու ծեսկրտուք է եղել, նաև գրակոչներ են հնչել։ Հենց այդտեղից մի քաղաքացի է հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր տեղափոխվել Աբովյան բժշկական կենտրոն։ Իրավապահները պարզել են, նա 22-ամյա Կոլյա Միսեևն է։ Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Քրեական ոստիկանները, հետո էլ նրանց միացած համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ու Բյուրեղաբանի բաժանմունքի ծառայողները, ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ խնջույքը կազմակերպել է Արզնու համայնքապետը, իսկ դրա ընթացքում եւս 2 հոգի ծեծի են ենթարկվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 6 պարկուճ արնանման հետքեր։ Դռան վրա կա նաև ոտքի հետքեր, դռան վրա նույնպես կա արնանման հետքեր։ Իրավապահներն էլ տաք հետքերով ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով հայտնաբերել եւ ոստիկանության Բյուրեղաբանի բաժին են տեղափոխել 7 հոգու, այդ թվում Արզնիի համայնքապետին։ Ի դեպ, դեպքի վայրից ոստիկանության Բյուրեղաբանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել նաև Mazda 6 եւ Toyota մեքենաներ։